Նինոց Մինդայի Փարվանա ֆուտբոլի հավաքականի կազմավորման աջակցելուց բացի շրջանի ղեկավարությունը ձեռնարկում է նորանոր թիմի աճին նպաստող քայլեր։ Վերջին բյուջետային փոփոխման ժամանակ Փարվանա հավաքականի համար տրամադրվեց 20,000 լարի գումար, որը նախատեսված էր մարզագույքի ֆուտբոլիստների աշխատավարձի եւ թիմի այլ ծախսերի համար։ Այդ գումարի մի մասն արդեն ծառայել է нպատակին։ Մշակույթի եւ սպորտի ծառայությունն այն հատկացրել է ֆուտբոլիստների մարզապարագաների գնման համար։ Ну, как мы знаем, в районе мы организовали сборную команду Парвана. Уже третий месяц выступаем во второй лиге. Но я здесь могу отметить, что некачественно выступаем. Но мы постараемся в следующем году второй круг начать, как бы говоря, победой. А что касается спортинвентаря, это по тендеру выиграл Арзуманян Вараздат. И как бы мы организовали комиссию, чтобы тоже, как я, специалист, чтобы поехал вместе с ним в Тбилиси и купили качественную форму. Ну, наглядно уже видно, наверное. И, как говорится, все форма, что надо для наших футболистов, привезли с Тбилиси. И постараемся как бы заинтересовать футболистов молодых и формой, и, не знаю, вот обещали и денежные премии, как бы постараемся, чтобы вот это все выполнить. Ուրեմն գումարի առումով գումարը 4280 լարի է, прямо договорով է շահած, մինչև պայմանագիրը։ Ինչ վերաբերում է սպորտ հագուստին, գնացել Թիֆլիսի ենք բերել սպորտ մասնագետի прямо ներկայությամբ, որ ինքը կոնկրետ տեղում համ որակը, համ քանակը ճիշտ էինք, միանգամից բերենք, որովհետև չգիտենք մենք ինչ դիբերենք, ինչ քանակությամբ, ինչքան որ հերիքեներ այդքան բերենք մաքսիմալ կերպով, փորձեցինք որ սպորտ ինվենտարը բերենք մեր շրջանին հերիքենելու համար, էլի։ Ուրեմն երկու ջուղթ ֆորմա իրեն ամեն ինչով։ Հավաքականի ստեղծման նախապատմությունը տանում է սույն թվականի օգոստոս ամիս, երբ շրջանի մշակույթի եւ սպորտի ծառայության ներկայացուցչությունը շրջանի վերադասնու խորհրդանի падգամավորը եկան համատեղ եզրակացության։ Շրջանում անհրաժեշտություն կար ստեղծելու ֆուտբոլի նոր հավաքական։ Բանակցման գործընթացին անմիջապես հաջորդեց թիմի կազմավորման գործընթացը։ Ընտրվեցին շրջանի աչքի ընկնող ֆուտբոլիստները։ Սեպտեմբերին թիմն արդեն պատրաստ էր ընդգրկված երկրորդ լիգայում։ Ֆուտբոլային թիմը հասունացավ մեր աչքի առջև, պարտություններից հասնելով համահավասար պայքարի, հապա նաև հաղթանակի։ Այս տարվա կեսերից կազմավորվեց ուրեմն շրջանի երկրորդ լիգայի ֆուտբոլային հավաքականը, հայտ ներկայացվեց, Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիան ընդունեց մեր հայտը, բոլոր փաստաթղթերը արվեցին, անհրաժեշտ գումարները մուծվեցին եւ թիմը սկսեց խաղալ երկրորդ լիգայում։ Արդեն մի քանի խաղեր են եղել եւ մեր մոտ եւ տարբեր վայրերում Թբիլիսիում եւ առաջին ուրեմն խաղաշրջանի համար մնացել են ընդամենը 2 խաղ, ասեմ որ թիմը դեռ առանձնագի հաջողություններ չունի, սակայն սա պայմանավորված է ոչ թե նրանով, որ մեր տղաները վատ են խաղում, այլ փորձառության պակաս է, ժամանակի անհրաժեշտությունը կա, որ թիմը կարող է որոշակի ժամանակահատվածում ձեռք բերել այն վարպետությունը, որ մենք պահանջում ենք, միաժամանակ մենք պիտի կարողանանք այդ թիմը պահել, սա մեր շրջանի պայմաններում բավական բարդ խնդիր է, սակայն շրջանի ղեկավարությունը, մեր շրջանի падգամավորը այսպես ռեալ ռիսկով մոտեցան խնդրին եւ հատկացրին անհրաժեշտ գումարներ, որովհետեւ թիմը այս տարի նորմալ կարողանա ապահովել իր կենսագործունեությունը։ Առաջին պահի համար մենք ձեռք էինք բերել մարզահագուստ, ձեռք էինք բերել որոշ անհրաժեշտ գույք, սակայն որովհետեւ թիմը արժանապատվորեն շարունակի իր խաղերը արդեն եկող տարվա սկզբից անհրաժեշտ էր, որպեսզի իր նյութական բազան ամրացվեր։ Շրջանի ղեկավարությունը վերջին բյուջետային փոփոխության ժամանակ 20,000 լարի գումար հատկացրեց թիմին, որի մեջ մասնավորապես նաև մի 4-5,000-ը նպատակաուղղված էր հենց մարզական գույքի ձեռքբերմանը։ Այսօր դրա առաջին խմբականակը բերվեց,
Սա ուրեմն ամեն ինչը երկու ուրեմն մարզահագուստ, մեկն էլ ունեին արդեն 3 մարզական ուրեմն կոշկեղեն, դարբասաբայի համար, ուրեմն դարբասների համար ցանցեր եւ շատ կարեւորը գնդակներ, որտեղ շատ են անհրաժեշտ բոլոր մարզումներին, բոլոր խաղերին շատ գնդակ է պետք թիմին եւ մենք կամաց այդ բացը լրացնում ենք։ Միաժամանակ ձեռք բերելով սրանք մենք լուծելու ենք նաև որոշ խնդիրներ կապված մեր ֆուտբոլիստների աշխատավարձի հետ, որը գուցե այս տարի դեռ քանի դեռ ակումբը չի գրանցված ֆուտբոլային, այլ ձևի կընդունվի, սակայն որոշակի ուրեմն նյութական խրախուսանք ֆուտբոլիստների համար պիտի կիրառենք արդեն այս տարի։ Դրա համար եւս գումարներ կան, պետք է պարզապես սրանք օրինական լինեն եւ օրինական դաշտ բերվեն։ Մենք խեղճով շրջանի ղեկավարությունը սերտանց ուզում է, որ ունենա երկրորդ լիգայում արժանապատիվ թիմ, մեզ համար իհարկե լավագույն արդյունքը սա միջին ցուցանիշներն են, մենք կունենանք այդ ցուցանիշները, մենք հավատում ենք մեր թիմին, հավատում ենք մեր տղաներին, մեծ պարտություններից արդեն փոքր պարտություններ, նույնիսկ հաղթանակ, ոչ ոքի արդյունքներ, թիմը աճում է։ Ես շնորհավորում եմ մեր բոլոր ֆուտբոլիստներին, որ այս նոր մարզահագուստով, նոր արդեն մոտեցումով պիտի խաղան եւ բարձրացնեն շրջանի մարզական հեղինակությունը։ Մշակույթի եւ սպորտի ծառայության պետը հավատացած է, որ մեր ֆուտբոլի հավաքականն աճելու է եւ ունենալու իր առանձնահատուկ տեղը Վրաստանի հավաքականների շարքում։ Նախկինում մենք այդպիսի հավաքական ունեցել ենք, հավատացնումը մելիք ունենանք, դրա համար միայն ժամանակ է պետք, ասում է ծառայության պետը։